դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, եւս մի հարց չէ, փոքր տեքստ պիտի հրապարակեմ, որի համատեքստում էլի պետքա խոսամ մեր ինստիտուցիոնալ շատ լուրջ թերությունների մասին։ Դուք հիշում եք, որ ես կառավարության նիստում հրապարակեցի քաղաքացու նամակ կապված բանի շրջանառության հարկի փոփոխության հետ, եւ այդ նիստը ավարտվեց նրանով, որ հանձնարարեցի, որ պատասխան պատրաստեն քաղաքացուն, որպեսզի հաջորդ նիստում կառավարության ես հրապարակեմ այդ պատասխան նամակը։ Այդ հաջորդ նիստը 3 շաբաթ կամ 4 շաբաթ առաջ է եղել, եւ դա էլ է դա իմ անձնական թերությունն է առաջին հերթին, որ ես չեմ հրապարակել, երեք քաղաքացիները իրենք մեր խորհրդարանական գործընկերների միջոցով են հիշեցրել, որ նամակ պատասխան պետք է հրապարակվեր, բայց էլի մեր ինստիտուցիոնալ թերության մասին է, որովհետեւ մեր անձնական թերությունները շտկող ինստիտուցիոնալ համակարգերը երբեմն կամ չկան կամ լավ չեն աշխատում, բայց ամեն դեպքում նաև լավ լուրն է նա, որ ըստ էության այս պատասխանը, որ ես պետք է հրապարակեմ, արդեն ֆինանսների նախարարին է ես հանձնարարել եւ պետնախագահին, այս պատասխանը նաև հրապարակված է, չէ՞ թե հենց այս չի հրապարակված, հարցերի պատասխանն է հրապարակված, ես տեսա ավելի ընդլայնված տարբերակով էր, բայց ես միանգամից հրապարակեմ, այն նամակը հիշեցնեմ վերաբերվում էր նրան, որ քաղաքացին հարցեր ուներ, թե շրջանառության հարկի նոր դրույքաչափերը հաշվարկելիս, որովհետև մենք նոր ինստիտուտ ենք մտցրել շատ կարևոր, քաղաքացիներին նվազեցնելու, բազայից նվազեցնելու, ծախսագրելու հնարավորություն ենք տվել եւ այդ նվազեցված մակարդակից հարկը հաշվարկելու հնարավորություն ենք տվել եւ քաղաքացու հարցն էր, որ ինքը այդքան էլ լավ չի հասկանում, թե որ ծախսն է, օրինակ, որ կարող է նվազեցնի, օրինակ, վարձակալած տարածքի վարձավճարը ներառվում է դրա մեջ, գանձապահ խորհրդատուի աշխատավարձը ներառվում է դրա մեջ, պոստ տերմինալով անկանխիկ վաճառքի դեպքում գանձվող միջնորդավճարը ներառվում է դրա մեջ եւ ի վերջո ինչ եղավ մեր խոստման հետ, որ հաշվետվությունները ինքնաշխատ աշխատելու հնարավորություն եմ ունենում եւ ես մեր բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրելով ուշացման համար ուզում եմ հիմա այդ պատասխանը, որը բավականին վաղուց պետական եկամուտների կոմիտեն պատրաստել է, ուղղակի կարճ այս տեքստը հրապարակեմ խոստման համաձայն։ Ուրեմն տեղեկան քաղաքացի Մկրտումյանի գրության վերաբերյալ առևտրական արք ու վաճառքի գործունեության մասով իմիջիայլոց նամակը հենց առևտրական գործունեությանն էր վերաբերվում, բայց պետք կայքում ընդլայնված բացատրություն կա նաև շրջանառության հարկով աշխատող մյուս ուղղությունների համար այս նույն հարցերի պատասխանը։ Արք ու վաճառքի գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա են օրենսգրքով սահմանված փաստաթղթերով հիմնավորած առևտրական արք ու վաճառքի գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, այսինքն եթե քաղաքացին ձեռք է բերել փաստաթղթով X գնով եւ դրան ինչ որ իր շահույթի մարժան ավելացրել է եւ վաճառում է, սկզբնական արժեքը, եթե մի բան սխալ ասեմ, կուղեք էլի, սկզբնական արժեքը ծախսագրելու հնարավորություն է իրան տրվում։ Ինչպես նաև իրացման եւ վարչական ծախսերը։ Միաժամանակ իրացման եւ վարչական ծախսերի մեջ ներառվում են նաև գրությամբ ներկայացված ծախսերը, մասնավորապես առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող տարածքի վարձակալական վճարը։ Հիշեցնեմ, քաղաքացին հարց ուղիղ տվել էր։ Տարածքի վարձակալական վճարը կարող եմ նվազեցնել, թե չէ։ Պատասխանը հետեւյալն է. այո, կարող եք նվազեցնել։ Հաջորդը գանձապահ խորհրդատուի վարձատրությունը կարող է նվազեցնել, թե չէ։ Պատասխանը հետեւյալն է. այո, կարող եք նվազեցնել։ Պոստ տերմինալի միջոցով անկանխիկ վաճառքների դեպքում բանկի կողմից գանձնող միջնորդավճարների գծով ծախսերը կարող ենք նվազեցնել։ Պատասխանը հետեւյալն է. այո, կարող եք նվազեցնել։ Այսինքն քաղաքացին կոնկրետ իր նամակում այս 3
նվազեցման դեպքերին անդրադարձել, բայց պետք կայքում ելի եմ ասում, ես նկատեցի, որ շատ ավելի ընդլայնված տարբերակով է ներկայացված, որ մյուս դեպքերն էլ հնարավոր այդտեղ ներառված են։ Ընդ որում, վարչական ծախսերի նվազեցման հնարավորությունը սահմանվել է 2025 թվականի մարտի 26-ին ընդունված հարկային օրենսգրքի փոփոխությամբ, որի արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից նվազեցման ենթակա են նաև վարչական ծախսերը։ Այսինքն սա էլ մենք օրենքը ուժի մեջ մտցրել ենք, հետո ընթացքում, էս էլ է կարևոր հանգամանք, քաղաքացիների հետ շփման հաղորդակցության արդյունքում, ինչպես խոստացել ենք, այնտեղ, որտեղ իրենք մեզ մատնացույց են արել, տեղ, որը մենք իրոք տեսել ենք, որ մարդիկ փաստարկը հիմնավոր է, գնացել ենք մարտին օրենքի փոփոխություն ենք արել եւ այդ օրենքին ուժ ենք տվել հետադարձ, չէ, 2025 թվականի հունվարի 1-ից։ Սա քաղաքացիների հետ մեր հաղորդակցության արդյունքն է եղել։ Հաջորդը շրջանառության հաշվարկի լրացումը դյուրին դարձնելու նպատակով մշակվել եւ գործարկվել է հաշվարկի նոր համակարգը։ Մասնավորապես հաշվարկը լրացնելիս այն բացելուց հետո հարկ վճարողին առանձին պատոհանով ցուցադրվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա շրջանառության հարկ վճարողի եկամուտների եւ առանձին ծախսերի վերաբերյալ նախալրացված խմբավորված տեղեկատվություն, որից օգտվելով հարկ վճարողը լրացնելու է հաշվարկի համապատասխան դաշտերը։ Այսինքն, այս նախալրացումը դաշտերում չի տեղի ունենում, այլ ուրիշ պատու։ Առանձին ինչի բան նույն դաշտի մեջ չեն կանում, որ քաղաքացին, այսինքն ենթադրենք, եթե ամեն ինչ ճիշտ է, ինքը ոչ թե պետքա հաստատի, այլ պետքա կոպի փաստանի, այնտեղից այնտեղ տանի։ Այո, պարոն վարչապետ, քանի որ գործունեության առանձնահատկություններ կան տարբեր տնտեսվարողների մոտ, ինքնաշխատ լրացում ամբողջական հնարավոր չի։ Մենք ուղղակի օգնում ենք իրեն այդ պատուհանը, որ ինքը լրացնի, որտեղ կարող է լինել առանց հուշում է դա, որ մենք այս տվյալներն ունենք, մի հատ նայեք, եթե հաստատում եք այս տվյալները ներբեռնեք, այստեղ մնում է ուղղակի, եթե տենց է process-ը գնացել, նենց անենք, որ ներբեռնելու տվյալը, ներբեռնելու հնարավորությունը հեշտ լինի։ Հա, ասենք ասի հաստատում, եթե աշխատենք սրա վրա, եթե նույնիսկ նույն տողում չի, եթե քաղաքացին ասի հաստատում եմ, ինքը ինքնաբերաբար համապատասխան տողերում արտահայտվի։ Եթե չի հաստատում, ինքը արդեն իր ունեցած տվյալը։ Ես կարծում եմ, սա տեխնիկապես բարդ չի լինի իրականացնել։ Դա քննարկենք մեր գործընկերների հետ, պարոն վարչապետ, բայց տեսեք, քանի որ շատ առանձնահատուկ են գործունեության տեսակները, շատ դեպքերում այդ նախալրացված տեղեկատվությանը զուգահեռ ինքը պետք է իր տեղեկատվություն ունենա, որ կարողանա լրացնել։ Դրա համար թողել ենք, որ ինքը իրան լրացնի, դա նաև հաշվետվություն լրացնելու մշակույթ է ձևավորում իր մոտ, ինքը կարողանում է եկամուտների ու ծախսերի մասին ամբողջական պատկերացում ունենալ, եւ այս մեր հրապարակումը, որը որ նշեցիք, այդտեղ մանրամասն գրել ենք, այսինքն գործունեության տեսակներով գրել ենք հնարավոր բոլոր ծախսատեսակները, որը իրեն հուշում է, որ երբ որ հաշվառումը անում է կամ այդ հաշվարկը լրացնում է, ինչ ծախսատեսակներին նայի իր մոտ եւ կարողանա լրացնել։ Ու հնարավոր է լինեն օրինակ ծախսատեսակներ, որը մեր մոտ չի երևում, բայց ինքը ունի այդ հաշվառումը, լրացնի այդ համապատասխան հաշվարկում։ Այս երկուսը միասին ապահովում են իր հաշվառման հեշտությունը։ Պարոն, այո, խնդիր չկա, ընդունում եմ։ Էլի իմ դիտարկումը, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում էլ ենա, որ այնց անենք, որ մարդկանց հնարավորինս հարմար լինի, ինչպես ընդունված է ասել, մաքսիմալ user friendly լինեն մեր էլեկտրոնային պլատֆորմները, որովհետև դա իսկապես շատ կարևոր բան է։ Ես հիմա վերջին այս 2025 թվականից որոշել եմ ինչ տենց լրացնելու բաներ կա, անձամբ լրացնեմ, եւ ես ինքս էլ տեսնում եմ, որ ինքս անձամբ բազմաթիվ բարդությունների եմ հանդիպում, ու դա կարող է նաեւ նրանից է, որ դեռ ինքս բավարար գիտելիքներ չունեմ, հմտություններ չունեմ այդ ամեն ինչը անելու համար, բայց մյուս կողմից որպես այդ գիտելիքը, հմտությունը արագ ձևավորվի, պետքա նաև մաքսիմալ անել, որ հարմար լինի մարդկանց, որպեսզի մենք կարողանանք թվային այդ պլատֆորմների հետ մարդկանց կապը ստեղծել եւ ուժեղացնել։ Էլի չեմ ակնկալում, որ դա մենք միանգամից բան ենք անելու։ Ես էլի Էստոնիայի օրինակը բերեմ, այնտեղ ասում են, որ երբ որ առողջապահության պլատֆորմը իրանք ներդրել էին, օրը
ամենաշատը 600 քաղաքացի էր մտնում այդտեղ եւ ինչ որ բան փորձում անել եւ իրենք այդ 600 քաղաքացիների հետ աշխատելով նրանց կարծիքները լսելով որ տարիների ընթացքում այնքան լավացրել են այսօր գործնականում չկա մարդ որ նախընտրում է այլ պլատֆորմով որևէ այլ գործառույթ իրականացնի այսինքն սա էլ է անընդհատ process է որը մենք պետք է անենք այստեղ էլ հետեւականություն համեցեք Վարչապետ մի կարևոր հանգամանք ուզեմ շեշտադրել, որպեսզի բարձրի մեր շրջանառության հարկ-վճարողների համար, տեսեք, քանի դեռ այս ռեֆորմով ինչ խնդիր ենք նաև դրել։ Մենք խնդիր ենք դրել, որպեսզի փաստաթղթավորում գնա գործակների։ Եթե օրինակ կան գործակներ, որոնք փաստաթղթավորված չեն, մենք չենք տեսնում եւ հետեւաբար չենք կարողանում դա ինքնաշխատ լրացնել։ Այսինքն որքան Եթե մենք ինքնաշխատ դնենք կասենենը հարկայինը դրելա մենք է հաստատել ենք Չէ, օրինակ դա կդառնա։ Այո, դրա համար ասում ենք նախալրացում, այս շատ կարևոր է, որպեսզի շրջանառության հարկ-վճարողները այս ազդակը ստանան, որ ինքնաշխատ հնարավոր չէ լրացնել, քանի դեռ իրենք փաստավորումը ամբողջությամբ չեն արել։ Եվ այս ռեֆորմի նպատակներից մեկը դա է, եւ առիթը օգտագործելով նաեւ ուզում եմ հորդորել մեր շրջանառության հարկ-վճարողներին օգտվեն նաեւ այն աջակցության ծրագրից, որը որ ներդրված է, որ ինչ էր հնարավորություններ տալու 6 ամսվա կտրվածքով իրենք հարմարվեին փաստավորման նոր համակարգին Եվ այդ ժամանակը օգտագործեին, որ հանկարծ իրենց մոտ հարկերի ավելացում չգնար։ Այսինքն առանց հարկերի ավելացման իրենք փաստաթղթավորման մշակույթ զարգացնեին իրենց մոտ։ Ինչ կա հաջողություն կա այդ ծրագրի թե քանակները այդքան տպավորիչ չեն, բայց սկսում են աճել ժամանակի ընթացքում։ Սա դրա համար ասի առիթ օգտագործեն, որ հորդորենք օգտվեն նաև այդ հնարավորությունից։ Համեցեք բանովաս։ Պարոն վարչապետ, մի փոքրիկ ուղղակի մեկնաբանություն եմ ուզում ասեմ ձեր նշած վարչական ծախսերի նվազեցման հետ կապված, որովհետև ի սկզբանե պլանավորված էր այս ռեֆորմով, որ նվազեցվող ծախսերի շրջանակը պետք է ավելացվի եւ մենք անցած տարի, երբ որ ընդունում էինք օրենքը, դրա մասին նաեւ հայտարարել ենք, ընթացքում ենք հայտարարել, ուղղակի օրենքը ուժի մեջ մտնելուց հետո պարզվեց, որ Այն ձևակերպումները, որոնք գրված են օրենքում, իրենք կարող են տարընկալման տեղ թողել եւ ըստ էության այն օրենքի փոփոխությունը, որը մարտ ամսին ուժի մեջ մտավ, դա ուղղակի ճշգրտում էր ձևակերպումը, որպեսզի այստեղ որևէ այլ խնդիր չլինի։ Նկատի ունեմ, ի սկզբանե այս գաղափարը եղել է այս բարեփոխման հիմքում։ Այո, Եվ դա էլ հետևողականության մասին է, բայց մենք այդ ձևակերպումների խրթինության մասին իմացել ենք իրական կյանքից ստացվող ազդակներից, այնպես որ այո, այս դեպքում է կարևոր է որ հետևողական ենք եղել եւ շարունակենք այդ հետևողականությունը։ Շատ լավ հարգելի գործընկերների կան այլ դիտարկումներ։ Չկան, նիստը ավարտված է, շնորհակալություն։